Տիկին Տոնոյան, առաջիկայում Հայաստանում սպասում են ընտրություններ, որին այսպես մեծ թափով ուժերը պատրաստվում են։ Դուք ինչ կարծիք ունեք այս ընտրությունների մասին, հորիզոնում նշմարվում են ուժեր, որոնց դուք հավանում եք կամ վստահում եք, այդպիսի Ես տեսեք, հիմա Հայաստանը այն իրավիճակում է, որ ես ձայնս կտամ ցանկացած ուժին, որի նպատակն է Հայաստան ազատագրել այս չարիք իշխանություններից, բայց նաև պարզ է, որ մի օր մենք պիտի ընտրություն կատարենք, ես հիմա նաև հորդորում եմ բոլորին չվարկաբեկել ոչ մի ընդդիմադիր ուժի, թողնենք մի հատ տեսնենք նրանք ինչպես են մինչև ընտրություններ աշխատում, այս պահին պետք չի արդեն թիրախավորել, մեզ մոտ հիմա դրա վրա շատ լուրջ աշխատում են հատկապես, եւ պետք է սպասել եւ հետեւողական նայել ովքեր են գործանողները եւ հատկապես ձայնը տալ մեծ միավորումներին, որովհետև միայն մեծ միավորումների դեպքում մենք կարող ենք ազատվել այս թուրքական իշխանություններին կամ թուրքահպատակ իշխանություններից։ Տեսեք, կան փոքր ուժեր, որ գնում են ընտրության եւ արդեն ընդդիմադիրներ իրենք թեև դիրքավորվում են որպես ընդդիմություն, բայց խոշոր ձեր ասած խոշոր միավորումները նրանց համարում են ձայներ փոշիացնող օգուտ իշխող ուժի։ Դուք եք այդ կարծիքին։ Գիտեք, ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ ցանկացած իրավիճակում ճիշտը նոր ուժերի ձևավորումն է, շատ բնական է դա եւ առավել եւս Հայաստանի համար շատ կարեւոր է։ Եվ ձեր ասած խոշոր ուժերը պիտի անպայման փորձեն նրանց հետ համագործակցել եւ նրանց օգնել աճելու։ Մեր ապագան երիտասարդների ձեռքին է։ Հիշում եք Հազարան բուլբուլը, չէ՞, փոքր եղբայրը չէ փրկեց իրավիճակը, նոր սերունդ պիտի գա, հատկապես քաղաքական դաշտում պիտի նոր սերունդ ձևավորվի։ Այո, նրանք այսօր կարող են քիչ ձայներ հավաքել, բայց նրանց աճ անխուսափելի է եւ ծպահանջ։ Եթե մենք նոր ուժեր չկարողանանք ձևավորել, որոնք ուղղորդված չեն ինչ-որ կենտրոնների կողմից, որոնք հատկապես նոր թարմ գաղափարախոսություն եւ հենց ազգային գաղափարախոսություն չեն բերում, մենք անդադ շրջապտույտի մեջ ենք մնալու։ Անընդհատ շրջապտույտի քաղաքական շրջապտույտի մեջ ենք մնալու։ Անուններ կտակ նոր ուժերի։ Չեմ տան անուններ, որովհետև այս պահին անուններ տալը նախ իմ կողմից կլինի։ Ես դեռ չեմ կողմնորոշված, հետեւաբար նաև անուններ չեմ տա։ Բոլորը ակնառու են, ամեն մարդ թող ինքը որոշի։ Ես հիմա ուշադիր հետևում եմ, նաև շատ կարճ քաղաքական այդպես փորձ ունեցած մարդ, հա, թեկուզ եւ քիչ հաջողված, որտեղ այնուամենայնիվ մենք չստացված չէինք, մենք շատ կարճ ժամանակում շատ բավականին փոքրիկ, բայց մեծ հաջողություն ունեցանք։ Ես շատ ուշադիր հիմա հետևում եմ այդ ուժերին, բոլոր ուժերը եթե հանկարծ հանդիպում ենք, խոսում ենք, բոլոր ուժերին պատրաստ եմ օգնելու, պայմանը միայն մեկն է, դեմ լինեն այս իշխանություններին, որովհետև ի վերջո նրանք հայեր են բոլորը եւ մենք պիտի գտնենք այս պահին պիտի գտնենք ազգային նպատակ եւ ազգային նպատակի շուրջ համախմբենք։ Այս ընտրությունները գոնե նախորդ ընտրություններից դրանով պիտի տարբերվեն, որ մենք պիտի հասկանանք, որ վերջնականապես լծվելու է մեր ապագան կամ էլ այստեղ դրված։ Ես ինքս չեմ ուզում, չեմ պատրաստվում եւս 5 տարի հանդուրժել այս իշխանությանը։ Իսկ որևէ ուժի կողմից համագործակցության առաջարկություն չեք ստացել ցուցակում ընդգրկվելու եւ այլն։ Ոչ, չեմ ստացել եւ հարկասով որ չեմ ստացել։ Եվ Տիկին Տոնոյան, ինչ կարծիք ունեք երկու նախկին նախագահների, հա, երկրորդ եւ երրորդ նախագահների այդ թիմերի այսպես ասած իրար դեմ աշխատելու մեջ, եթե հետևում եք, ասացիք, որ հետևում եք, դա նկատած լինի։ Ես վաղուց եմ ասել, որ իմ համոզմամբ մենք ավելի արագ առաջ կշարժվեինք, եթե այդ ուժերը ասպարեզից հեռանային եւ թեկուզ իրենց նորածին ուժեր ձևավորեին։ Ես համարում եմ, որ ժամանակն է դուրս գալու նախկին այդ շրջապտույտից եւ նոր ուժերով առաջ շարժվել եւ իրենց էլ հորդորում եմ, որ իրար դեմ դուրս գալու գզվրտոցի փոխարեն լավ կլինի ցույց տալ, թե իրենք այսօր ինչքանով են գերակա համարում ազգային շահը իրենց նեղ խմբային շահերից, ել չասեմ անձնական շահերից։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։